Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն օրվա համար։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկխոսությունը սկսելու կարծես նոր փորձեր են արվում եւ կա որոշակի այսպես հավանականություն, որ այս անգամ դրանք հաջողությամբ կպսակվեն։ Ես չեմ մտածում, որ այս չգիտեմ, որ արդեն փորձը հաջող կլինի եւ հիմնական խնդիրը հետեւյալն է, մի շարք է։ Այն որ Ջերվիսը գրում էր perception եւ misperception, այսինքն ընկալում եւ սխալ ընկալում միջազգային քաղաքականության մասին։ Դա մենք տեսնում ենք ինչպես ընկալում պայմանական Դոնալդ Թրամփը այս ռաունդի արդյունքները, ապա ինքը տեսնում է, որ ինքը ունի առավելություն։ Հետևաբար ինքը պիտի թելադրի օրակարգը եւ կամքը։ Իրանական կողմի տեսանկյունը լիովին տարբերվում։ Եվ այս ռաունդը ինչով էր տարբերվում։ Բացի նրանից, որ Իսրայելը չկար, այլ նաև նպատակներն են տարբեր։ Եթե 2026 թվականի սկիզբ ամենալայնածավալ հարձակումը ուղղված էր փոխել ղեկավարությունը, պառակտել Իրանը ներսից եւ այլն, ապա հիմա պատերազմը գնում էր Պարսից ծոց եւ մասնավորապես Հորմուզի նեղուցի շուրջ նոր ստատուս քվո ձևավորելու մասին, թե ով կլինի դոմինանտ ուժը՝ Իրանը կամ Միացյալ Նահանգները։ Դրաբար Միացյալ Նահանգները փորձում են հնարավորինս նվազեցնեին Իրանի ունակությունները, զսպել այլ նավերը, անցնեն Օմանի ուղղությամբ, այլ ոչ նշած Իրանի ուղղությամբ։ Եվ փաստացի սրա շուրջ էր պատերազմը։ Միացյալ Նահանգները, մասնավորապես Թրամփը, որտեղ այլ գնահատականներ կան, վստահ է, որ ինքը բավականի դեր հնարավորություններ ունի ճնշել Իրանին, որպեսզի ինքը ընդունի իր օրակարգը։ Բայց մի պահ եղավ, որ կարծես թե շատ մոտ էին այդ խաղաղության համաձայնագրին։ Եթե խոսքը գնում են հուշագրի մասին, որը շուրջ պայմանավորվեցան, ապա այո, որովհետև այն ռաունդի կոնտեքստում նպատակները, որոնք նշված են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ակնհայտ են, որ չեն կարող հասնել։ Եվ այլ քայլերը էֆեկտիվ չեն, որպեսզի այդ նպատակին հասնեն։ Հետևաբար Միացյալ Նահանգները փնտրում են ելք այս պատերազմից։ Բայց դա չի նշանակում, որ Թրամփի տեսանկյունից կամ այլ որոշում կայացնողների տեսանկյունից պայքարը Պարսից ծոց ստատուս քվոյի շուրջ էֆեկտիվ չի լինելու։ Հիմա իրենց տեսանկյունից այդ բավական էֆեկտիվ է, բայց օրինակ Ցենտկոմը, կենտրոնական կոմանդը Միացյալ Նահանգների ըստ տարբեր հայտարարությունների նշում է, որ իրենք արդեն հասել են իրենց մաքսիմում ունակությունների, այսինքն ավելի ճնշում չեն կարող գործարկել Իրանի դեմ, հետևաբար իմաստ չկա շարունակել, եթե այս միջոցներով իրենց նպատակին դեռ չեն հասել։ Հետևաբար, երբ են կողմերը հասնում ինչ-որ հուշագրին կամ զինադատարին, երբ որ մեկ կողմը արդեն բավականի ուժ չունի ճնշել, եւ մյուս կողմն էլ արդեն չի կարող հակաճնշել։ Ինչ-որ բալանս են գտնում եւ այդ բալանսի հիման վրա ինչ-որ պայմանավորությամբ հասնում են։ Բայց մենք դեռ այդ դրամաբանության մեջ չենք։ Չէ, ես չեմ մտածում, որ դեռ հասել ենք բալանսի եւ մենք դեռ հաշվի չենք առնում Իսրայելի գործոնը եւ ինչու Իսրայելի գործոնը կարևոր, նաեւ նրանով, որ հոկտեմբեր 27 այս թվին նախատեսված են ընտրություններ եւ ըստ վերջի հարցումներին, որոնք մենք գիտենք, իշխող կուսակցությունը ունի 52 հատ տեղ Քնեսեթում, ազգային ժողովում, իսկ ընդդիմությունը ունի 58։ Հիշեցնեմ, որպեսզի ձևավորես կառավարություն Իսրայելում, դու պետք է ունենաս 61։ Այսինքն համեմատելով նույնիսկ ընդդիմություն եւ իշխանություն բալանսը, Նետանյահուի դիրքերը գնալով նվազել են։ Հետևաբար ինքը ունի մոտավորապես 4 ամիս, որպեսզի արձանագրի ինչ-որ հաջողություն եւ ինքը պիտի լինի անվտանգության ոլորտում, որտեղ Բիբին կոչում են միշտ միստր անվտանգություն։ Եվ հիմա այս բոլոր հարցումների այս պատերազմը Իսրայելի համար ազգային անվտանգության համար ձախողում էր։ Բացի նրանից, որ նպատակները չկարողացան հասնել, այլ նաեւ որակապես բացասական տեսանկյունից փոխվել են Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները։ Դեպի Նետանյահուն շատ լուրջ ուժեր կփորձի ձեռնարկել, որպեսզի ինչ-որ հաջողություն գրանցել։ Հիմա ինքը գնալու է Միացյալ Նահանգներ եւ ինքը այնտեղ ոչ լավ դիրքերից է խոսելու, որովհետեւ այս քննարկումների, որոնք կան Իսրայելում, Նետանյահուն ասում էր, որ Թրամփը իրեն ճնշում է, որպեսզի ինքը զորքերը հանի Գազայից, Սիրիայից եւ
Լիբանանից։ Եվ այդ քայլին դիմի Նետանյահուն, դա հասկանում է, որ ինքը քաղաքական ինքնասպանություն կլինի մինչև ընտրություններ այդպիսի քայլին դիմելը։ Իդեպ մի հատ այսպեսի, ասեմ, միջանկյալ հարց է, քանի որ Քնեսետից խոսեցիք, նոր ձևավորվող Քնեսետից կա որևէ հավանականություն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը նաև նոր Քնեսետում կքննարկվի հենց Քնեսետի ձևավորումից հետո կամ գոնե կարճ ժամանակ անց։ Չեմ մտածում, որ ինքը կախված է հենց Քնեսետի կոնֆիգուրացիայից, որովհետև նույն ընդդիմությունը, որը կարող է գա իշխանության Իսրայելում, ինքը իշխող կուսակցությունի մոտեցումներն են կիսում։ Այսինքն մեծ տարբերություն չկա իրենց արժեքային համակարգից եւ այն շահերի տեսանկյունից Իսրայելի, որը իրենք կիսում են։ Իսկ մեր շահերի տեսանկյունից պետք է դա մեզ կախված է թե ով կլինի Քնեսետում։ Եթե Քնեսետը անցնի պայմանական Ավիգդոր Լիբերմանը, դա լինի կոալիցիոն կառավարություն ընդդիմադիր, ապա իհարկե դա որևէ դրական բան չեն կարող ակնկալել, որովհետև Ադրբեջանի ազդեցությունը այս կուսակցության վրա բավականին բարձր է։ Միևնույն ժամանակ, եթե հաղթում է պայմանական էլի Նետանյահուն իշխող կուսակցությունը, մենք գիտենք, որ ծայրահեղ կրոնական ուժերը, որոնք փաստացի միակույցն է Նետանյահուի մնալ իշխանության, այնտեղ էլ Ադրբեջանն ունի բավականին ազդեցություն։ Այսինքն նույնիսկ եթե կոնֆիգուրացիան լիովին փոխվի, օրակարգը տկանել չի փոխվելու։ Ես նաև նկատի ունեի, թե ենթադրենք այդպիսի սցենարով տեղի ունենան զարգացումները, Քնեսետը քննարկի եւ գուցե նաև ընդունի, նման որևէ որոշում, բանաձև, որը կապ ունի Հայոց ցեղասպանության հետ։ Դա մեզ ինչ կտա, ավելի շատ դրական, ինչ որ զարգացումների հեռանկար, թե գուցե նաև պայմանավորված հայ-թուրքական, ինչ որ այսպես որոշակի հարաբերություններով, թե գուցե նաև ոչ այդքան դրական։ Կախված է թե ինչպես ենք մենք սահմանում Հայաստանի շահերը, հետո մենք Հայաստանի տեսանկյունից ենք խոսում։ Մենք գիտենք, որ գործող իշխանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ապա այլ երկրներ չճանաչեն, գործող իշխանության տեսանկյունից դա ոչ մի բան չի փոխելու, ընդհակառակ կարող է ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Բայց եթե մենք խոսում ենք Սփյուռքի մասին, պահանջատիրության մասին, եթե խոսում ենք այլ քաղաքացիների տեսանկյունից մասին, ապա սա ավելի շատ բարոյական քայլ է եւ բոլորը հասկանում են եւ մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր պետության որոշումը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ինքը քաղաքական որոշում է։ Դեպաբար, երբ որ մենք խոսում ենք Իսրայելը որպես գործիք է դա կիրառում Թուրքիայի դեմ, այո, եւ բոլոր պետությունները գրեթե այդպես անում են։ Մի բան, որտեղ իրենք Թուրքիայի հետ բանտ կիսելու չունեն, եւ իրենց շատ հեշտ այդ միջոց կիրառեն, այլ հարց, երբ որ իրանք օգտագործում են այդ միջոցը, որպեսզի ինչ որ այդ բացասական քայլ անեն Թուրքիայի նկատմամբ, բայց բոլոր որոշումները քաղաքական եւ մենք չպիտի դրանից, ասենց ասեմ, շատ նեղվենք։ Բոլոր պետությունները ունեն իրենց շահերը։ Վերադառնալով Իրան-ամերիկյան կոնֆլիկտին, այդ կոնֆլիկտի խորացումը ինչպես կազդի Հայաստանի վրա, Հայաստանի տնտեսության նաեւ վրա։ Մեկ բացասական բանը, որը ինձ ամենազգալի կարող է լինի, Եթե մենք նայենք աշխարհագրությունը աշխարհական տեսանկյունից Միացյալ Նահանգների հարվածներին, այսինքն հարվածների մեծ մասը ուղղված են հենց Պարսից ափին Իրան, որը նաև ներառում Բանդերաբաս պորտը, որը մեզ համար շատ կարևոր է։ Երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, ապա մենք պետք է ինչ-որ մի ձև դուրս գանք Պարսից արաբական երկրների շուկան, մենք պետք է դուրս գանք հնդկական շուկան, չինական եւ ասիական շուկան։ Եվ մինչև մեզ երկու սահմանները փակ են, ապա դեպքում Իրանի ճանապարհը շատ կարևոր է, մասնավորապես Բանդերաբասի պորտը։ Հասկանալի։ Թրիպի ծրագիրը կարող է ինչ-որ հարցականի տակ դրվել, վնասվել, ձախողվել այս իրադարձությունների հետ համատեքստում։ Ինձ չի թվում, որ տրիպը կարող է վնասվել, որովհետև տրիպը դեռ չկա, բայց հարցական տակ դրվել, այո, հնարավոր է եւ Իրանի տեսանկյունից մենք ուղղակի ստանում ենք այդ մեսեջները, որ այս ձևաչափով տրիպը Իրանի համար ընդունելի չի։ Հասկանալի, դե ասում եք չկա, բայց ինչ-որ process մեկնարկել է, չէ՞, բազմաթիվ փորձագիտական խմբեր են եկել, չգիտեմ, չափումներ են արել կոնկրետ տարածքներում, ու չկա, բայց այսպես ծիլը, գաղափարը, գոնե կա, կամ որոշակի այսպես սաղմնային վիճակ կա։ Տեսեք, մի կողմից մենք ունենք TRIP, որը ամերիկյան, ծրագիր է եւ որի բաժնեմասի
3/4-ը Միացյալ Նահանգներն է պատկանում։ Մյուս կողմից ջերմ եւ նորից ջերմացող հարաբերություններ ունենք Իրանի հետ, փաստ է նաեւ մեր տարածքային կառավարման նախարարի այցը, Իրանն այնտեղ բազմաթիվ ուղղություններով քննարկումներ եւ թունելների շինարարության հետ կապված եւ երկրորդ կամուրջի, Արաքս գետի վրայով նաեւ գազի առաջարկ կա Իրանի կողմից, կարծես թե մենք այսպես այդ դիվերսիֆիկացման քաղաքականության այդ դրամաբանության մեջ մի կողմից այդ լավ հարաբերություններ Իրանի հետ, մյուս կողմից Միացյալ Նահանգների հետ, բայց կարծես թե այսպես տեղավորվելու, ճիշտ դիրքավորվելու խնդիր ունենք։ Այդ հեռանկարների մասին հայ-իրանական ուզում եմ խոսեք, ինչքանով են դրանք այսպես իրականում հեռանկարային, հատկապես գազի պահը։ Այն բոլոր նախագծերը, որոնք նշեցիք, իրենք հիմնականում տնտեսական բնույթ են կրում։ Բայց մենք հասկանում ենք, որ Իրանի տնտեսությունը միշտ կապ ունի քաղաքականության հետ, չէ՞։ Իրանի տեսանկյունից այսօր անվտանգությունն առաջնային։ Եվ Իրանը փաստացի ինչ ցույց տվեց մեզ այս պատերազմը, որ Իրանը պատրաստ է հարվածել նույնիսկ այն հարևան պետություններին, որոնք տնտեսական տեսանկյունից նույնիսկ կենսական նշանակություն ունեն Իրանի համար։ Պայմանական Արաբական Էմիրությունները, հիմնական իրանական բիզնեսը միլիարդավոր դոլարները այնտեղ են գտնվում։ Բայց որ հարցը հասնում է ազգային անվտանգության, սա է առաջնային։ Եվ նույնը խնդիրը մեզ համար որն է, որ տրիպը Իրանը չի դիտարկում որպես միայն ճանապարհ, նաև անվտանգության լինզեկից է նայում այս նախագծին։ Ինչ է վերաբերվում հնարավորությունները, որը Իրանը ստեղծում են, այո, բայց ամեն ինչ էլի ունի սահմանափակումներ եւ լիմիտներ։ Չգիտեմ ինչքանով գազի օրինակը կաշխատի, որովհետեւ Իրանն ունի իր ներքին սահմանափակումներ, թե ինչքան գազ ենք կարող է մատակարարել Հայաստանին, նամանավանդ ձմեռը, եւ ինչքանով իրավաբանական տեսանկյունից մենք կարող ենք այս խողովակ օգտագործել։ Այդ ամեն ինչը դեռ պիտի քննարկվի։ Բայց մեծ Իրանի համար Հայաստանը շատ փոքր սպառող է, այստեղ խնդիրը ծավալների մեջ է, այսինքն Իրանը կկարողանա գազ տալ, բայց ոչ այնքան ինչքան Հայաստանի պահանջարկը կլինի։ Այո, որովհետեւ այսօր մենք մատակարարում ենք Իրանից մոտավորապես 0.4-0.5 միլիարդ կուբամետր, 400-500 միլիոն կուբամետր։ Դա մեր ընդհանուր ներկրվող գազին որ ծավալը։ Մենք սպառում ենք տարեկան, այն ինչ Ռուսաստանից ստանում ենք մոտավորապես 2.2 կուբամետր։ Հիմա բայց այդ գազը, որ մենք Իրանից ստանում ենք, պարզա, որ մենք էլեկտրականության համար են գեներացնում, հետո ետ ենք ուղարկում Իրան։ Հասկանալի է։ Բայց ըստ պայմանագրի արդյոք մենք կարող ենք ներքին սպառման համար օգտագործենք իրանական գազը։ Ես սա հարց համարում եմ։ Հարց համար 2 այն խողովակը, որը կա, այո, ըստ տարբեր քննարկումներին, փորձագետների տեսանկյունից, տնտեսությունը մոտավորապես 1.5 միլիարդ կուբամետր տարեկան կարող է հասնել, բայց ինչ որ վերանորոգումներ այնտեղ պիտի տեղի ունենան։ Այսինքն ձեր խոսքից ես հասկանում եմ հետեւյալը, որ գուցե մենք տեխնիկական որոշակի հնարավորություն ունենք Իրանից ներկրվող գազի ծավալները ավելացնելու, բայց դա մեր ներքին սպառման խնդիր չի լուծի։ Այո, դա որոշակի ինչ որ կբարելավի վիճակը, բայց լուրջ խնդիր չի լուծի։ Առաջինը ինքը բարելավի վիճակը, բայց բոլոր խնդիրները չլուծի։ Երկրորդը, այդ էլ եմ ասում, իրանական հնարավորությունները դեպի հյուսիս արտահանեն գազը էլի սահմանափակված են հնարավորությունները։ Եվ երրորդը գինը բավականին բարձր է, մենք համատում ենք այն գազը, որը ստանում ենք Ռուսաստանից եւ որակը։ Հայ-ռուսական հարաբերությունները ինչպես կգնահատեք այդ սանկցիաները կամ չգիտեմ էլ ճիշտ եմ անվանում դա սանկցիա, թե ուղղակի ճնշումներ, թե տնտեսական ճնշումներ, համենայն դեպս միտումը ինչպիսին է, ավելի բարդանում են հայ-ռուսական հարաբերությունները հիմա։ Այո, մենք որևէ դրական ինդիկատոր այսօր չունենք։ Լինի դա տնտեսական, լինի դա քաղաքական, բոլոր ինդիկատորները։ Մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանը կամ զրկվի ռուսական գազից կամ այդ գազը այնքան թանկանա, որ ձեռնտու չլինի, այդ սցենարը կանխատեսելի է։ Ում կողմից կանխատեսելի։ Մեզ համար, այսինքն մենք պետք է նաև այդպիսի սցենարի համար պատրաստվենք։ Հիմա մենք պիտի պատրաստենք բոլոր սցենարները։ Դե գազի մատակարարումը ընդհանրապես տեղի չունենա, եթե ցորենի մատակարարումը չլինի, հետեւաբար մենք պիտի ոչ միայն դիվերսիֆիկացիայի մասին խոսենք, այլ փորձենք ավելի ինքնաբավ լինենք։ Լինի դա պարենային անվտանգության տեսանկյունից, դա էներգետիկայի անվտանգության տեսանկյունից, որտեղ այլ ընտրանքները, այնպես չի, որ իրանք շատ հեշտ են, էժան են եւ ընդհանրապես կան, օրինակ ինչպես ցորենը ստանալ Ուկրաինայից,
կամ ինչպես ծորենը ստանալ Ղազախստանից։ Երբ որ մենք օրինակ կան տարիներ, երբ որ Ղազախստանը սահմանափակում էր ծորենի արտահանումը, որպեսզի ներքին շուկան կարողանա սպառի ամեն ինչ։ Այդ խնդիրները կան։ Ռուսաստանը ինքը բազմաթիվ խնդիրների մեջ է, այսպես հիմա խրված, խորացած եւ նաեւ գոնե փորձագիտական շրջանակներում հիմա տեսեք ինչ է խոսվում, որ հոկտեմբերին մեծ զորահավաք է Ռուսաստանում, մեծ զորահավաք է լինելու, իսկ սեպտեմբերին ընտրություններ են լինելու, հավանաբար այս երկու իրադարձությունները մեկը մյուսի հետ կապ ունի, նաեւ նշում են, որ քաղաքացիական ինչ որ անհնազանդության ակցիաներ, բողոքի ակցիաներ են լինելու, նախ որքանով եք դա հավանական համարում եւ ըստ այդմ եթե իրոք նման զարգացումներ հնարավոր են դա Հայաստանի վրա, Հայաստանի հետ հետագա հարաբերություններ կամ Ռուսաստանում ապրող հայերի վրա ինչպես կազդի, որովհետեւ կա նաեւ այսպիսի չգիտեմ պնդում թե այդ զորահավաքը նաեւ առավելապես վերաբերելու է օտարազգիներին։ Հայաստանի տեսանկյունից ըստ ինձ ամենակարևոր խնդիրներից մեկը հետևյալն է, որ երկու կողմերից մենք ունենք զոհեր եւ վիրավորներ հայ, լինի դա Ռուսաստանի քաղաքացի, լինի դա Ուկրաինայի քաղաքացի։ Սա մեծ համար հիմնական խնդիրներից մեկն էր փետրվար 22 թվականից։ Ինչ է վերաբերվում հնարավոր զորահավաքներին, ես ռազմական հարցերով փորձագետ չեմ, բայց կարող եմ ենթադրեմ, որ այդ հարցը այդ զորահավաքները խնդիրը չեն լուծելու, որտեղ ասում են kill zone, այն զոնան, որտեղ շատ նույնիսկ 5 րոպե դժվար է ողջ մնալ, ինչքան դու ուզում ես մարդ այնտեղ ուղարկի, կամաց ուկրաինական դրոնների արտադրանքի ունակությունը, ինչպես մենք տեսնում ենք, գնալով աճում է, այդ հարցը չի լուծվել։ Գուցե այնտեղ այլ նպատակներ կդնեն, եթե մոբիլիզացիան տեղի ունենա։ Պարզեն ինչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար։ Նոր հոսք կարող է տեղի ունենա, որը իհարկե կազդի մեր տնտեսության վրա, ինչպես կարող են այլ փոքրամասնություններին հավաքագրել ամենայն հավանականությամբ։ Հոսք նկատի ունեք Ռուսաստանից հայեր, ոչ միայն հայեր, նաև ռուսներ հական Հայաստան։ Ես որ հիմնականում հայերը կլինեն, բայց ինչքանով մենք պատրաստ ենք ավելին ընդունել, կախված է մեր 22 թվից հետո ոչ միայն հայեր, նաև ռուսներ եկան շատ։ Այո, բայց շատերը ով եկան սեպտեմբեր 22 թվից հետո իրենք արդեն գնացին, իրանք մոտավորապես 1 ամիս, 2 ամիս մնացին։ Ով եկավ փետրվար-մարտ 2022 թիվ, նրանց կեսից քիչ մնաց, էլի գնացին։ Այսինքն եթե գան, այո, մի մասը կմնա, բայց ինձ թվում է մեծ մասի վերջո կգնա կամ Ռուսաստան կամ այլ երկրներ։ Շնորհակալություն զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։